Բարև ձեզ, այսօր չորեքշաբթի է եւ շարունակում ենք մեր հայոց երկիր հանդիպումների շարքը։ Հայաստան սովետական շրջանում ուներ զարգացած արդյունաբերական համակարգ, որի փլուզման պատճառներն ու հետևանքները մինչ օրս լիովին չեն գիտակցել, եւ այսօր հնարավորություն կունենանք նորովի դիտարկել անցյալի իրադարձությունները, հասկանալու, թե ինչու չեն կարողանում վերականգնել տնտեսական ու բնապահպանական հավասարակշռությունը հանուն ապագայի։ Այսօր պետականաշեն երկիր խորագրի ներքո մեր հյուրն է մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, մաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Գաբրելյանը եւ մասնավորապես կանդրադառնանք հետեւյալ ենթաթեմաներին։ 1987 թվականին ծնված գոյապահպանությանական էկոլոգիական շարժման եւ Ղարաբաղյան շարժման փոխկապակցվածությունը, արդյունաբերական համակարգի փլուզման պատճառներն ու հետևանքները, Նայրիտ գործարանի եւ արդյունաբերական ժառանգության ներկայիս վիճակը եւ անցյալի դասերից բխող հնարավոր ուղիները ապագայի կայուն զարգացման համար։ Խնդրեմ, պարոն Գաբրելյան։ Այո, շատ կարևոր նշեցիք, հետադարձ հայացք մի հատ գցենք, տեսնենք ինչն ենք մենք սխալ արել ժամանակին, մեր սերունդը եսի նկատի ունեմ, եւ ինչպես կարելի է այդ դասերից օգտվել, այլ ոչ թե շարունակել այն ուղին, որը մենք այսօր ականատես ենք։ Ինչի մասին է խոսքը։ Ընդհանրապես, երբ այս թեման մենք շոշափում ենք մեր միջավայրում, մեր ընկերական եւ մասնագիտական միջավայրում, ինքներս էլ ենք ուզում հասկանանք, այս որ պահից սկսվեց այն փլուզումը, որ մենք այսօր ականատես ենք մեր սերունդը հատկապես եւ ինչ դասեր ենք մենք այդ ընթացքում քաղել։ Մի անգամից ասեմ, որ առայժմ դասեր չենք քաղել։ Ես մտածեցի, որ շատ կարեւոր է այդ ակունքները ցույց տալ, որպեսզի մենք ավելի օբյեկտիվորեն փորձենք գնահատենք նախկին իրավիճակը հանուն ապագայի, այսպես ասած։ Դրա համար մենք այսպեսի մի գաղափար ենք առաջ տանում հետադարձ հայացքով դեպի ապագա, հանուն ապագայի։ Երբ հարց է առաջանում, երբ սկսվեց այս գաղափարի, ավելի շուտ, երբ ձևավորվեց այն գործընթացը, որը բերեց ձեր ակնարկած մեր տնտեսական համակարգի փլուզմանը, ես մտածեցի, որ լավագույն այսպես ասած առիթը, որը ես առիթ եմ համարում, դա եղել է 1987 թվականին, բայց որպեսզի դրան անդրադառնանք, ինձ թվում է կարևոր է մի հատ այն իրավիճակը այդ բնագավառում նկարագրել, որ այդ ավելի պարզ լինի։ Ընդհանրապես խոսքը գնում է բնապահպանության մասին առայժմ։ Բնապահպանության գաղափարախոսությունը անցյալ դարի կեսից է սկսել ինչ-որ ձևով ձևավորվել։ Մինչ այդ, մինչև անցյալ դարի կեսը իրականում հակառակն է եղել։ Բնության նվաճումն է եղել այն ուղեցույցը, այն ուղեցիրը, որով աշխարհն է առաջ ընթացել, եւ միայն 50-ական թվականներից հետո սկսվեց գիտակցվել այն, որ բնության նվաճումը հեռու չի տանելու եւ բարձրացման է բերելու։ Եվ սկզբնական շրջանում բնականաբար գիտական միջավայրում այդ անհանգստությունը ձևավորվեց եւ հետո երբ որ դա արդեն բավականին արձագանք գտավ նաեւ հասարակության մեջ 1972 թվականին Ստոկհոլմում առաջի համաշխարհային գագաթաժողովը գումարվեց, որ բնապահպանությունը որպես առաջնեկային խնդիր սկսեց ձևավորվել 1972 թվականին։ Դա հայտնի Ստոկհոլման գագաթաժողովն էր։ Այդ գագաթաժողովից հետո ուրեմն
միայն 20 տարի հետո երկրորդը տեղի ունեցավ Ռիոյում։ Ռիոն արդեն բավականին հայտնի էր այն ժամանակ, բայց խնդիրն այն է, որ Ռիո դե Ժանեյրոյում արդեն ձևավորվեցին այնպիսի գործընթացներ, որ այսօրվա հասարակությանը հայտնի է, օրինակ Ռիո դե Ժանեյրոյում 92 թվականին ստորագրվեց կլիմայի փոփոխության մասին շրջանագային կոնվենցիան, կենսաբազմազանության մասին շրջանագային կոնվենցիան եւ ուղիներ նախանշվեցին մնացած բնակավարների բնապահպանական մյուս խնդիրների համար։ Բայց հետաքրքիրն այն էր, որ 1972 թվականին հետո աշխարհում բոլոր երկրներում սկսվեցին ինչ-որ գործընթացներ եւ սովետական միությունում այն ժամանակ նախաձեռնվեց այսպես կոչված տարածքային կոմպլեքսային սխեմաների ուսումնասիրություն։ Ես հենց այդտեղից եմ ուզում գալ, որ պարզ լինի, թե դա ինչի բերեց ըստ էության, որովհետև այդ ժամանակ ուրեմն սովետական միությունում ընտրվել էին 50 առավել աղտոտված հիմնականում օդով, նաև ջրով, բայց հիմնականում օդով 50 քաղաքներ, որոնց շարքում էր նաև 5 քաղաք Հայաստանից։ Հայաստանի սոցիալիստական հանրապետության տարածքի մասին է խոսքը։ Դա ուրեմն Ալավերդիներ, Հրազդանը, Կերովագանը, Երևանը եւ Արարատը։ Այդ 5 քաղաքները համարվում են սովետական միության 50 առավել քաղաքների շարքի մեջ էին մտնում։ Կար նաև 5 քաղաք, որոնք առավել աղտոտված էին ըստ փաստաթղթային տվյալների, այդ 5-ի մեջ մտել էր Երևանը, որպես ամենաաղտոտված քաղաքներից մեկը, այսպես ասած, ճգնաժամային կարելի ասել, եւ հատուկ ուշադրություն էր դարձվել այդ 5 քաղաքների վրա, Երևանը հատկապես։ Այդ ժամանակ, երբ որ մշակվում էր տարածքային կոմպլեքսային սխեմաները, դա Երևան նախագիծը մշակում էր Երևանի համար եւ հայպետ նախագիծը այն մնացած 4 քաղաքների նկատմամբ։ Այն ժամանակ դե գոյություն ունեին բնապահպանական ավելի շուտ շրջակա միջավայրի պահպանության եւ առողջապահական հիմնականում նորմեր եւ այդ նորմերը գերազանցում էին այդ կապակցությամբ այդ քաղաքները մեր Հայաստանի քաղաքներից այդ 5-ն էին մտել։ Հիմա ինչ իրավիճակ էր։ Այդ կոմպլեքսային սխեմաները մշակվում էին եւ այդ մշակման արդյունքում որոշվում էր թե ինչ պետք է անել, որ իրավիճակը լավացնել եւ այլն եւ այլն։ Դա փաստորեն այդ կոմպլեքսային սխեմաների մշակումը համընկավ Գարբաչովյան վերակառուցման եւ հրաբարագայնության այդ հայտնի թեզի հետ, ոչ միայն թեզը, այլ այդ գործընթացի, որ սկսվել է Հայաստանում, Սովետական միությունում եւ մինչ այդ տվյալները ըստ էության գաղտնի էին կարելի ասել, ավելի շուտ լայն օգտագործման թեմաներ չէին եւ նյութերը փակ էին կարելի ասել, բայց այդ հրաբարագայնության թեմայի շուրջ գաղափարը երբ որ ասպարեզ դրվեց, այդ ամեն ինչը գաղտնազրծվեց եւ սովետական միության մի շարք քաղաքներում սկսվեցին, քանի որ նաեւ այդ վերակառուցման գործընթացներ, որ արժեստի ավելի ազատականացված էր գործընթացները, Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր որ ուրեմն օգտվելով այդ ինֆորմացիայից սկսեցին ձևավորել ասում են հասարակական վերաբերմունք այդ խնդրի շուրջ եւ ուղղակի կարող եմ ասել, որ նույնիսկ թիվը իմ մոտ իմ օրագրում նշված է, ինձ հրավիրեցին այն ժամանակ ես աշխատում էի շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի էր ստեղծված։ Դա էլ հետաքրքիր մի պատմություն է, որովհետև դա միակ առաջի հանրապետությունն էր, որտեղ ստեղծվել էր պետական գերատեսչություն զուտ բնապահպանական ամբողջ սովետական միությունում։ Ամբողջ սովետական միությունում միութենական չկար։ Ու այդտեղից է սկսվում
այն գործընթացները, որին ես անձնապես մասնակցել եմ, երբ որ այդ հենց 1987 թվականին ինձ հրավիրեցին, հրավիրեցին ուրեմն ճարտարապետների միությունում, հավաքվել էին մի քանի անձնավորություններ, նշեմ, դա ուրեմն Աշոտ Գրիգորյանը գիտություն, այսպես ասած, ներկայացնող, մթնոլորտի ֆիզիկայի մասնագետ, Լևոն Անանյանը, որը Գարուն ամսագրի խմբագրի տեղակալն էր, Մերուժան Տեր-Գուլանյանը խմբագիրներ, գլխավոր խմբագիրներ, եւ Կարեն Սիմոնյանը, որը հրապարակախոս էր եւ լրագրող։ Եվ այնտեղ քննարկվում էր, որ պետք է սկսել մի շարժում, մի գործընթաց, որպես այս էկոլոգիական խնդիրները առաջ ներկայացվեն, իսկ մինչ այդ գիտական մակարդակով կային նյութեր, որ իսկապես վիճակը այն չի, ինչ որ պետք է լինի։ Մասնավորապես ես ինքս եմ զբաղվել, լինելով ասպիրանտ Մոսկվայի ֆիզիկայի, մթնոլորտի ֆիզիկայի ինստիտուտում, հաճախ էքսպեդիցիաներում եղել եմ Երևանում, Հայաստանում 2-3 տարի եւ գիտենք, որ իրավիճակը այնպեսին է, որ մթնոլորտի աղտոտվածությունը բավականին բարձր է, ավելի շուտ գերազանցում են նորմերը, որոնք Սովետական միությունում հաստատված էին։ Եվ որոշվեց, որ պետք է այդպիսի գործընթաց սկսել։ Պայմանավորվածություն կար, որ այդ գործընթացը ուրեմն պետք է տարածել հասարակայնության մեջ, նյութերը հրապարակել եւ այլն, եւ քանի որ այդ ուսումնասիրությունները արդեն կային տարածքային կոմպլեքսային սխեմաների ուսումնասիրություն, դա դրվեց հիմքում։ Այդտեղից սկզբնական շրջանում 1-2 ամիս յուրաքանչյուր ամսվա ուրբաթ օրը հավաքներ էին տեղի ունենում, բայց այդքան մեծ արձագանք չէր գտնում։ Բայց եղավ մի քանի դեպք, հատկապես ես լավ հիշում եմ, երբ Զորի Բալայանը լիտերատուրնայի գազետայի թղթակից էր, եւ մի քանի այլ ամսագրերում տրվեց, որ Երևան բիձի այդպիսի հոդված եւ շուրջը սկսեց ձևավորվել այն միջավայրը, որտեղ սկսեցին ակտիվ քննարկել սկզբից, այսպես ասած, սրահներում, հետո արդեն նաեւ երբ որ այդ շարժումը շատ թափ ստացավ, արդեն երթերի ձևով եւ հանրահավաքների ձևով սկսվեց այդ գործընթացը։ Ես չեմ ուզում դրա վրա հիմա շատ անդրադառնալ, բայց խնդիրը այստեղ ինչումն էր։ Ես ինքս այդ ժամանակ աշխատում էի, ինչպես ես ասեցի, շրջակա միջավայրի պահպանության պետական կոմիտեում, մթնոլորտի պահպանության բաժնի պետն եմ։ Բայց հետաքրքիրն այն է, ես նկատում էի, որ այստեղ մի քիչ կարծես թե իրավիճակը իսկապես լավ վիճակ չի, բայց այն աստիճանի չի, որ կատաստրոֆիկ համարվի, հատկապես Երևանի դեպքում։ Պատկերացրեք, ուրեմն այնտեղ Երևանը այդ, որ մտել էր 5 ամենակեղտ աղտոտված օդով քաղաքների մեջ, ստացվում էր այնպես, որ Նայիրիդ գիտարժական միավորման քիմիական գործարանի կաուչուկի արտադրության հետևանքով քլորոպրենային կաուչուկ էին, դա սպეციფიկ կաուչուկ է, այդ դրա արտանետումները ձևավորում են մթնոլորտում, ասենք 100 անգամ ավելի բարձր աղտոտվածության մակարդակ, քան սահմանված է հիգիենիկ նորմայով։ 100 անգամը նույնտեղ նույնիսկ 1984 թվականի հաշվետվությունների մեջ նույնիսկ 160 անգամ գերազանցում էր տրված, դա խելքի մոտ չէր ինչու, որովհետև արդեն դա այնպես է ձևակերպվում այդ նորմը, որ 50 անգամ գերազանցումը արդեն մահացու դոզա է, հասկանում եք, ոնց կարող է 150 անգամ գերազանցել, 160 անգամ կամ 100 անգամ գերազանցել, բայց
փաստացի նույնիսկ մեկ օրինակ մինչև այսօր չկա քլորոպրենային ինտոքսիկացիայի Այսինքն տվյալները կեղծվել են, թե հա շատ հետաքրքիր հարց եք տալիս պետք է խորանալ այդ հարցում քլորոպրեն ինչու եմ ես դա հատուկ նշում կաուչուկի օրինակը որը իմ ուշադրությունը շատ խիստ գրավեց ես ինքս հիգիենիստ չեմ եւ առողջապահական հարցերը թվում է թե բայց այն փաստը որ այդ մեծ գերազանցումը չի կարող ինչ-որ օբյեկտիվ բացատրություն ունենալ, ստիպեց մի քիչ անդրադառնալ արդեն արտասահմանում։ Ասեմ ինչու՞մն է հետաքրքիր։ Քլորոպրենային կաուչուկի արտադրությունը սովետական ոչ միայն սովետական, ամբողջ սոցիալիստական լագերում միայն Երևանում էր արտադրվում։ Միայն Հայաստանում էր, Երևանում էր այդ գործարանը եւ ապահովում էր ամբողջ այդ թե սովետական միությունը, թե սոցիալիստական ամբողջ լագերը ճամբարը բայց մենք դիմեցինք հասկանալու համար իսկ ինչու՞մն է այդ ինչն է գերազանցում որ այդպիսի մեծ թիվ է ստացվել եւ բարձվեց ավելին երբ որ այդ գործընթացը նաեւ արձագանք կտա համաշխարհային որովհետեւ Հայաստանում ընթացող այդ երթերն ու հանրահավաքները մեծ տպավորություն էին թողել, որովհետև սովետական միության փակ երկրից հետո կարծես ու Հայաստանից է այդ ամեն ինչը դուրս գալիս, Հայաստանի անունը թնդում էր ամբողջ աշխարհում ճիշտ ասած, հենց այն առումով, որ այստեղ այդ հրաբարակայնությունն ու վերակառուցումը ակնհայտ այդպիսի էֆեկտ է տվել Եվ գործը հասավ նրան, որ նույնիսկ Ճապոնիայում գործող հենց Տոկիոյում երկու կաուչուկի նման գործարան կա, այնտեղ նույնիսկ մեծ տեղեկություն հասավ, որ այնտեղ բանվորներն են սկսել բողոքի ակցիաներ անել, որ այս ինչ է կանում, եթե այդքան վտանգավոր է, ուրեմն մեզ մոտ էլ, որտեղ նմանատիպ գործարան են, նմանատիպ արտանետումներով, նմանատիպ ներգործության։ Ինչ որ է միջազգային կոնսուլում կազմակերպվեց այն ժամանակ եւ այդ կոնսուլումի մասնակցեցին նաեւ սովետական միության մասնագետները եւ ընդհանրապես գալով այդ խնդրին ուղղակի նշեմ որ ուրեմն թվերն ասեն այն թույլատրելի նորմը շնչառության համար որ աշխարհում գործում էր աշխարհում 5 գործարան կար իմիջած քլորոպրենային կաուչուկ դա սպეციფიկ կաուչուկ է օրինակ ավտոդողեր դրանից չեն պատրաստում էլի սպეციფიկ կաուչուկ է բավականին արժեքավոր ու տարբերակներ ունեցող այդ 5 երկր բացի Հայաստանից մյուս բոլոր երկրներում թույլատրելի նորմը մի խորանարդ մետր օդի մեջ թույլ է տրված 35 միլիգրամ Դա այն սահմանն է, որը չի կարելի գերազանցել 35 միլիգրամ Հայաստանի նորմը 0.02 միլիգրամ Դա 1750 անգամ ավելի խիստ, քան միջազգային նորմը Իսկ այսօր ինչքան, այսինքն որն է օբյեկտիվ սահմանը Հիմա տեսեք, հիմա այդտեղ հենց այդտեղից խնդիրներ են գալիս Հիմա այն ժամանակ իհարկե այդ գաղափար թեև հայտնի էր արդեն, բայց արդեն երբ որ այսպես ասեմ, երբ որ մարդիկ արդեն համակվում են այդ մտքով, որ այսպիսի կատաստրոֆիկ վիճակ է, չբերություն է, էմբրիոտոքսիկություն ունի այդ բանը նյութը եւ այլն Սկսեցին տարածվել մտքեր, որ խայտարակ վիճակ է։ Հենց Զորի Բալայանի այդ հոդվածը Երևան վիճե։ Հենց դրա վրա էր հիմնված, որ երկիրը գործամանը շեմին ենք։ Եթե թվերը վերցնում ես, իհարկե, այդպես ասում եմ, 3 դոզա մահացու այդպիսի կոնցենտրացիա։ Ինչու՞ էր դա պայմանավորված։ Միջազգային կոնսուլում եղավ, թե Միացյալ Նահանգներում, թե նաև բողոքող բանվորությունը եւ աշխատակիցները այդ միջազգային
պահանջեցին, որ այդ կոնսոլիումը լինի մի երկրում, որտեղ քլորոպրենային կաուչուկ չեն արտադրում, որպեսզի օբյեկտիվ լինի, չլինի, որ այնտեղ շահերի բախման խնդիրն է, եւ դա Նորվեգիայում իրականացվեց նաև, բայց կա տվյալները կա, ես ընդհանրապես ծերում եմ այդ մասին, ընդհանրապես այս ամբողջ մասին խոսել փաստաթղթային, կա փաստաթղթեր, որ այդ հարցը քննարկվել է եւ դուրս է բերվել, որ Հայաստանի սովետական միության նորմը տրամաբանությունից դուրս է, չի կարող այդպեսին լինել եւ էմբրիոտոքսիկություն չունի եւ իսկ նրա տոքսիկայնությունը նույնիսկ 50 միլիգրամից հետո նոր զգացվում է, այսպես ասած։ Ինչով էր դա պայմանավորված։ Հետո հետագայում դա պարզվեց, Իմիջայցնոյան տապանում էլ ես ունեմ այդ մասով մի հատ հարցազրույց, դա պայմանավորված էր սովետական միության մի քիչ էությունից էր գալիս։ Սովետական միությունում սեփականությունը հանրային էր կոչվում, ասենքն համաժողովրդական սեփականություն եւ տնտեսական համակարգն այնպեսին էր, որ երբ որ ցանկացած ձեռնարկության եւ կոլեկտիվի համար ձեռնատու էր ցույց տալ որպեսի ֆոնդեր ստանալ առողջացնելու համար պետք է հնարավորին չափ ուրեմն խնդրը սրացնել ու քանի որ կաուչուկի գործանը նայրիտը միայն կաուչուկ չի, այնտեղ ուրիշ արտադրություններ բնականաբար կան։ Կաուչուկի մասը քանի որ բաներ մենաշնորային էր այս ամբողջ միջավայրում եւ սովետական միությունում կամաց բերել էին նրան, որ խստացրել էին այդ նորմը, որպեսզի ստանան ավելի շատ ֆոնդեր եւ իսկ առողջապահական տեսակետից, եթե նորմը շատ խիստ է լինում, ուրեմն գործարանը համարվում է շատ վտանգավոր աշխատատեղը, այսինքն ավելի վտանգավորության համար բարձր աշխատավարձ, չէ՞։ Նաեւ թոշակի գնալ ավելի շուտ, թեև շարունակել աշխատել, նաեւ թոշակավորվել, այսինքն կային, այսպես ասած, ոչ շուկայական հարաբերություններից բխող, այսպես ասած, շահեր։ Այդ շահերը այդ գործանը այդ դեպքում ուրեմն այդպես է ինտերեսել, երբ որ ուրեմն այդ հրապարակայնությունը ասպարեզ հանվեց, ամեն ինչ բացվեց, այդ ամեն ինչը պարզ դարձավ, բայց արդեն շարժումը սկսվել էր ու հնարավոր չէր։ Ընդհանրապես այդպես է, երբ որ ամբողջը վարակվում է մի ինչ-որ մտքով, շուրջ տալ անհնար է։ Նույնիսկ երբ որ դու բացատրում ես, որ այսպես է, դա ամբողջը չի սիրում, որ իրեն խելքը գլխի նյութեր է տալիս։ Ամբողջին ավելի շատ հետաքրքրում է։ Դա ամբողջավարության դասական օրինակ էր նայրիտի դեպքում, որովհետև չստեղծվի այն տպավորությունը ինքը վնասակար չի, որովհետև ինքը ունի ավելի վնասակար նյութեր, քան թե քլորոպրենը, օրինակ դիքլորբուտենները, բայց հնչեղություն ասնած։ Բայց այն ինչ որ նայրիտը ստեղծել էր Երևանի մթնոլորտում, դա գոնե քլորոպրենի մասով դա օբյեկտիվությունից շատ հեռու էր։ Ինչ որ հետագայում դա պարզվեց, բայց հետագայում ինչն է, նայրիտը վերացնելուց հետո դա գիտեք ընթացքը ոնց գնաց, դրա մասին գուցե առանձին խոսակցություն լինի, բայց խնդիրն այն է, որ երբ որ իշխանափոխություն եղավ այն ժամանակ 90 թվականին, մինչ իշխանափոխությունը նրանք ովքեր որ գալու էին իշխանության, մինչ իշխանության գալը, իշխանություն ասելով ես վարչական իշխանություն էի նկատի ունեմ, ոչ թե ժողովրդի իշխանությունը, ինչպես սահմանադրությունում է նշված, մինչև այդ նրանք օգտագործում էին այդ էկոլոգիական շարժման ալիքը, հզորությունը կարելի է ասել, ու այդ միջավայրը եւ փորձում էին եւ դրա այդ
ալիքի վրա կարելի ասել, որ նաև այդ ալիքի վրա ուրեմն կարողացան գալ իշխանության։ Խնդիրը մինչև այսօր ճիշտ ասած նույնիսկ ներկայացված չի ամբողջ ծավալով, խոսքը Նայիրիտի մասին է։ Ինչու, որովհետև հենց նույնիսկ գործարանը փակվելուց հետո, եթե հիմա նորմատիվները նայեք, քլորոփրենի նորմատիվը նույն 0.02 միլիգրամ խորանարդ մետրն է։ Ասածս այն է, որ դա նաև վարչական մարմինների աշխատավոճի մասին է խոսում։ Որովհետև երբ որ իրականում շատերի մոտ այն կարծիքն է, որ Նայիրիտը փակվեց 89 թվականից, նա չի փակվել երբեք, որովհետև այդ իշխանափոխությունից հետո, երբ Վազգեն Մանուկյանը հայկական ԽՍՀՄ մինիստրների խորհրդին նախագահ էր նշանակվել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հայկական ԽՍՀ գերագույն խորհրդի նախագահ, այն ժամանակ այդ իշխանափոխությունը որ տեղի ունեցավ 90 թվականին, դա դեռ սովետական միություն էր, դա շատ կարևոր է երիտասարդներին շատերին, որ հարցնում ենք նրա երբ է եղել իշխանափոխությունը, նրանք շատերը չգիտեն, որ իշխանափոխությունը տեղի ունեցել դեռ սովետական միության օրոք։ Եվ հենց սովետական միության օրոք իշխանության գալուց հետո, իշխանափոխությունից հետո ուրեմն որոշեցին կանգնեցրած Նայիրիտ գործարանը վերագործարկել։ Դա հեշտ չստացվեց նույնիսկ իշխանափոխությունից հետո, որովհետև արդեն նույնիսկ կառավարության ներսում, քանի որ մարդիկ եկել են այդ ալիքի վրա, իրենց շատ դժվար էր հակառակն ասել։ Այդ տեսակետից ես միշտ երբ որ առիթ է լինում, միշտ ակնարկում եմ Վազգեն Մանուկյանին, երբ որ հարցնում են մինչև իշխանափոխությունը Նայիրիտը փակում եք, հիմա ինչու եք բացում, նա ասում էր այն ժամանակ մեզ պետք էր փակում ենք, հիմա պետք է բացել, հիմա բացում ենք։ Ինքը անգեղծ էր ասում, ճիշտ ասած, այդ անգեղծության համար ես շատ հարգում եմ միջև հիմա։ Եվ երբ որ նրանք եկան վարչական լծակները արդեն իրենց ձեռքում էր, կոնկրետ մինչ այդ էլ ուրեմն քննարկումներ եղել էին հայկական ԽՍՀՄ մինիստրների խորհրդում, ինձ հրավիրեցին եւ այն ժամանակ ձևավորվեց հանձնաժողով թե ինչպես վարվել Նայիրիտի հետ։ Ինչու դա կարևոր էր, որովհետեւ 1989 թվականին Գերագույն խորհրդի որոշում էր կայացվել Նայիրիտը փակել մինչև տարվա վերջը։ Այն ժամանակ Մարգարյանցն էր մինիստրների խորհրդի նախագահ, բայց Մարգարյանցը չէր ամենանդեպս ինձ տեղեկացրեցին, որ ինքը երբեք չի անի այն, ինչ որ տեղի ունեցել Ալավերդիի գործարանի հետ։ Այդ տեսակետից, ինչպես ես սկզբում նշեցի, Ալավերդիի գործարանը եւս մտած էր աղտոտված քաղաքների շարքում եւ այնտեղ նույնպես ուրեմն ընթանում էին տարբեր հասարակական հավաքներ, միտինգներ, հանրահավաքներ եւ այնտեղ ստացվեց այնպես, դա հետաքրքիր առանձին պատմություն է, բայց ստացվեց այնպես, որ Ալավերդիի գործարանը, որը կարող էր ոչ միայն գործել, այլ նաև վերակառուցվել եւ մենք այսօր կունենայինք բարվոք Հայաստանում, ոչ միայն Ալավերդիում, պղնձի եւ ոչ միայն պղնձի հանկարծունաբերությունից Հայաստանը կարող էր վերջնական արդյունքներ ստանալ ապրանքի տեսքով։ Այսօր ինչ ենք անում մենք, փակելով Ալավերդին ուղղակի, ոչնչացնելով, լիկվիդացիա, հենց այդպես է կոչվում այդ որոշումը, այդ լիկվիդացիայով մենք փաստորեն մի իրավիճակում ենք գտնվում եւ հսկայական քանակությամբ հանքանյութ, որ հանվում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից, ոչ թե ինքներս ենք մշակում, ասենք Հայաստանում է մշակում, այլ խդանյութի տեսքով ուղարկվում է դուրս
իսկ մեր մետալուրգիական արդյունաբերությունը եւ նաեւ էլեկտրոտեխնիկական արդյունաբերությունը, որը հենված էր նաեւ այդ բրոնզի եւ մոլիբդենի արտադրության վրա, այսօր մենք չունենք փաստորեն։ Տեսեք ինչ է ստացվել։ Այդ էկոլոգիական շարժումը կարծես թե, բայց ես չեմ գտնում, որ դա է եղել պատճառը, այնտեղ ուրիշ խնդիրներ կան, դրանք գուցե անդրադառնանք, եթե կհետաքրքրի։ Բերեց նրան, որ դա ոնց որ առիթ սարքվեց, առիթ դարձավ ու մինչ այսօր դա ուսումնասիրված չի։ Դրա համար երբ որ դուք հրավիրեցիք ինձ այստեղ, ես հաջողությամբ համաձայնվեցի ու կարծում եմ շատ կարևոր է այդ խնդիրներին անդրադառնալ, օբյեկտիվորեն գնահատել, որովհետև մենք այսօր արդյունաբերությունը կորցրեցինք, բայց իրական պատճառները ոչ ոք դեռ չի ուսումնասիրել ու չկան։ Խոսքը առանձին գործարանների մասին չէ։ Ինչպես ստացվեց, որ այդ առաջնեկային եւ համակարգաստեղծ ձեռնարկությունները փակվեցին։ Շատ տարօրինակ է նաեւ ատոմակայանի խնդիրը։ Ատոմակայանը երկրաշարժից հետո անցել է մի քանի ամիս, 3 ամիս էր անցել, հետ ցնցումները վերացրել են։ Ատոմակայանը երկրաշարժի ժամանակ չի տուժել։ Բայց ինչպես ստացվեց, որ դա փակվեց եւ միայն 6 տարի հետո վերաբացվեց կեսը։ Չէ՞ որ մենք ունենք 2 բլոկ։ Դրա մասին չեմ խոսում ատոմակայանի շուրջ, բայց ատոմակայանը ուներ 2 բլոկ, յուրաքանչյուրը 440 մեգավատ։ Այսօր կա միայն մեկը։ Իսկ առաջի բլոկը գոյություն չունի։ Ոչ թե գոյություն չունի, ինքը այսպես ասած կմախքը կա, բայց չի գործում։ Ինչպես ստացվեց, որ 6 տարի չէր գործում։ Եվ ում ջանքերի շնորհիվ իմիջիալոց դա էլ է շատ կարևոր։ Սովորաբար չի խոսվում այն մարդկանց մասին, որոնք փրկեցին գոնե երկրորդ բլոկը։ Չէ՞ որ որոշված էր երկուսն էլ վերացնել։ Առաջինը վերացվեց փետրվարին, այսինքն այնտեղ նաև խնդիրներ կային, դա կարելի էր միանգամայն վերականգնել։ Ես ինքս ոչ միայն ականատես եմ, առիթ եմ ունեցել, երբ մեր շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի նախագահն եկավ ասեց, տեղյակ ես, ասում է, առաջի բլոկը արդեն գոյություն չունի։ Ինչ է նշանակում գոյություն չունի։ Ատոմակայանը հնարավոր չի մի ամսվա մեջ այդպեսի վիճակի հասցնել, ինձ ուղեգիր գրեց, ես գնացի եւ նաեւ իմ ֆիզիկոս ընկերներից, դասընկերների այնտեղ աշխատում էին, նրանց միջամտությամբ եւս գնացինք, տեսանք, որ այնտեղ իսկապես առաջի բլոկը այլևս չի կարող գոյություն ունենալ, թեև ինչ որ է այնտեղ այնպեսի վիճակ էր, որ մենք հասկացանք, որ միայն երկրորդը կա, բայց հələ չենք հանդել։ Եվ բավականին մեծ ջանքերի շնորհիվ նաև խորամագությունների կասեի հաջողվեց երկրորդը պահել։ Եվ ձեր ասած ում շնորհիվ կամ ովքեր էին։ Մարդիկ էին, այդ թվում ես նշեմ տնօրենը շատ դրա ատոմակայանի տնօրենը եւ ոչ միայն շատ աշխատակիցներ եւ ասեմ ինչ տեղի ունեցավ դա կարճ ուղղակի ինչպես անել որ այդ բլոկը պահպանվի որտեղ որոշված է վերացնել մինչեւ այսօր ես չգիտեմ այդ որոշումը ոնց է ստեղծվել որտեղից է գալիս խորքերը որտեղից են դրա բան արվեց մեր այնպես էր իրավիճակը շրջակա միջավայրի պահպանության կոմիտեն լիազորություն չուներ ատոմային էներգետիկայի, ընդհանրապես ռադիոակտիվ նյութերի հետ գործ ունենալու, այսինքն վերահսկելու եւ այլն։ Եվ դա էր պատճառը, որ դեռ սովետական միությունը վերահսկողությունն ու ընդհանրապես կառավարումը իրականացում է միութենական մագարտակով կենտրոնից, միութենական կենտրոններից եւ այդտեղ հնարավոր չէ, բայց այնտեղ կար մի հատ առիթ, այսպես ասեմ, այնտեղ մազուտով աշխատող
կասայատուն կար եւ այդ դրա նկատմամբ որոշակի վերահսկողություն կար, էլի, այսինքն հնարավոր էր այդ առիթը օգտագործել, սկսել մտնել այդ գործերի մեջ։ Ինքը փակ ձեռնարկություններ, գաղտնի կարելի ասել, եւ այն ինչ որ ես մի քիչ առաջ ասեցի, դա տեղի ունեցավ փաստորեն բարի ցանկության արդյունքում բոլորի, ովքեր որ այնտեղ ոչ միայն աշխատում էին, այլ առնչություններ, էներգետիկները, այսինքն ընդհանուր տրամադրությունը կար, որ չի կարելի կորցնել այդ բանը, բայց հասարակության մեջ են կարծիքներ, որ չի ատոմակայանը մեր ամենավնասակար օբյեկտներից մեկն է, պետք է փակել, ինչպես որ Նայրիտի դեպքում։ Մինչև այսօր էլ հետեռ այդ խոսակցությունները կան, այդ տրամադրությունը մարդկանց մոտ, որոշ մարդկանց մոտ կա։ Այնտեղ ուրեմն հաջողվեց բան անել, որ չի կարելի ձեռ տալ, մինչև չլինի նախագիծ։ Պետք է նախագիծ լինի, որ այդ նախագիծն է պետք է ընթացակարգերով հաստատվի, բան, այս կամ այն, եւ այդ գործընթացը գնաց, որովհետեւ այն որ առաջի բլոկը վերացնում, ես չեմ տեսել դրա նախագիծ, որևէ նախագիծ։ Իսկ բանը դա երբ որ կանգնացվեց վերացման գործընթացը, հետո հարց առաջացավ, իսկ ինչ անենք լավ։ Եկեք եւ որոշվեց շատ հետաքրքիր մի տարբերակ, եկեք այդ բլոկը, երկրորդ բլոկը պահել որպես տրենաժոր։ Այսինքն ինքը էներգիա չի տալու, բայց որպես մի աշխատունակ բլոկ պահել տրենաժոր որպես եւ այդ տրենաժորի վրա որ կարող են կան ուսուցողական մի օբյեկտ, բայց փաստացի տալիս էր հոսան։ Չէ, ինքը չէր տա, ինքը կանգնեցրած էր, բայց հնարավոր եղավ կոնսերվացնել, հա։ Եվ միայն 1995 թվականին արդեն քանի որ դուք գիտեք այն տարիներին, երբ որ ատոմակայանը չէր աշխատում, 27 անգամ իմ տվյալներով 27 անգամ պայթեցվեց գազամուղը Վրաստանում ադրբեջանցիների կողմից։ Շատերը չգիտեն, ու այն իրավիճակը, որ էներգետիկ շրջափակում էր կոչվում, բայց այդ ահավոր սով էր էներգետիկ, Սևանից կլոր տարին ուրեմն ջուր էին բաց թողնում էլեկտրականության համար, գիտեք, որ հիմա կներողություն, հիմա ջուրը բաց են թողնում, ճիշտ է ավելի շատ քան բնապահպանական նորմն է, բայց ոռոգման սեզոնով հարմարեցված, այսինքն այն ժամանակ, երբ որ ոռոգման սեզոն չի, էլեկտրականությունը Սևան հրազդանը չի արտադրում, այն ժամանակ ամբողջ ցիկլով սկսեցին անդառահատումները դուք երիտասարդ չգիտեմ, երեխա եք եղել, անդառահատումների մեծ ծավալ, տարեկան մոտավորապես 1 միլիոն խորանարդ անդառ էր հատվում, նաև քաղաքային ծառերն էին կտրվում։ Այդպես, եւ քանի որ սովետական միությունը փլուզված էր, տրանսպորտային հանգույցներն էին, տրանսպորտային շրջափակման մեջ էինք հայտնվել, եւ էներգետիկ սով էր իմ տարիքի սերունդը շատ լավ հիշում է դա ատոմակայանը չէր աշխատում հենց ատոմակայանը աշխատացվեց այդ պայթյունները դադարեցրեցին գազամուղի պայթյունները վերացան հիմա հարց էր առաջացել թե իսկ ինչպես կարելի է մնացած մեր այսպես ասած արդյունաբերությունը, որ այդ տարիներին փլուզվել էր, վերականգնել, տարբեր փորձեր կատարվեցին, այդ թվում Ալավերդիում, բայց եթե նախկինում մինչև վերացնելը, մինչև լիկվիդացիա անելը, եթե պղնձի արտադրության հետ մեկտեղ եւ խդանյութից պղնձն են ստանում, թե այնտեղ ծծմբի երկօքսիդն էլ վերենացում ծծմբական թթվի ապրանքային եւ ամբողջ տարածաշրջանը հարավային տարածաշրջանը ապահովում էր ծծմբական թթվով
ժողովրդական տնտեսությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև հարևան երկրների, իսկ վերաբացվեց առանց ծծմբի արտադրության։ Իսկ դուք պատկերացրեք, եթե դու արտադրում ես ծծմբական թթու, ուրեմն բնական է ծծմբի արտանետումները մթնոլորտ քիչ են գնում։ Այն ժամանակ, որ մթնոլորտ գնացող, եթե ծծումբ ես արտադրում, 88%-ը որսվում էր եւ դա վերածվում ծծմբական թթվի։ Իսկ ինչի՞ չի արտադրությունը։ Ինչի՞ չի այդ արտադրությունը կազմակերպվում։ Բարդա թե։ Այո, շատ կարևոր է։ Այն ժամանակ, երբ որ փակվում էր, այնտեղ, ինչպես ես ասացի, ծծմբական թթու արտադրվում էր։ Իսկ վերաբացումը, դա փակվել էր գործարանը լիկվիդացման որոշումով։ Այդ որոշումը կա իմ մոտ, ես կարող եմ ցույց տալ։ Դա էլ մի պրովոկացիա էր, սադրանք էր այդ փակման ընթացքը։ Ինչու՞, որովհետև մեր մի քիչ առաջ ընկնելով ենք ստացվում է։ Երբ որ մենք տեղեկություն ստացանք կոմիտեում, որ նախապատրաստվում է սադրանք ապրիլի 24-ի կապակցությամբ, որ շատ աղտոտում է եւ այլն, սադրանք է պատրաստում տեղում, Մալավերդիում եւ շրջակա միջավայրի պահպանության կոմիտեի որոշմամբ նաև մասնակցությամբ կարելի է ասել որոշվեց այսպես որ քանի եկեք ավելի շուտ փակենք որ այդ սադրանքը տեղի չունենա թունավորման հանկարծ եւ մինչ ապրիլի 24-ը դադարեցվեց արտադրությունը որովհետեւ տեղեկություն կար որ այդպեսի բան է պատրաստվում Հետո մայիսի 5-ին ինձ զանգահարում է գիշերը Թարջումանյանը, շատ իմիջիայլ շատ հմուտ ղեկավար էր։ Մենք չենք ունես բնապահպանության բնագավառում այդպիսի հմուտ ղեկավար, ինչպես Թարջումանյանն էր։ Ըստ որում ինքը մասնագետ չէր այդ բնագավառում, ինչ որ է։ Զանգահարեց, թե թռի գնա Ալավերդի, այդտեղ թունավորում է եղել։ Ասում եմ, ոնց կարող է թունավորում գործանը չի գործում։ Կանգնեցված է, այնտեղ անհնար է այդպիսի բան, չէ, գնա եւ գնա։ Գնացեք, տեսանք, այնտեղ ոչ մի թունավորում չկար։ Ուղղակի նախապատրաստել էին ինչ-որ բաներ եւ չէր հաջողվել կոնվերտերային ցեխը աշխատացնել թունավորումն կազմակերպել, այդ իմիտացիան նույնիսկ չէր հաջողվել, բայց ինչն էր հետաքրիր։ Ուրեմն պետպլանի համապատասխան բաժնի աշխատակցի հետ մենք շրջում էինք Ալավերդիում ու այդ առավոտը գիշերն եմ ես գնացել այնտեղ նրա հետ հանդիպեցինք Օհանյան Ժորայի հետ ու մենք միասին շրջում ենք ինչ է կատարվում ուրեմն շտաբ օգնության մեքենաները նախապատրաստած գնում են դպրոցներն ու մանկապարտեզները թե երեխաներին են ծեր գլուխը ցավում, չի ցավում եւ այլն, այդպիսի հարցեր էին տալիս։ Եվ այսպեսի քաղաքում աժիոտաժ կա։ Այսինքն դա որ օղակում էր կատարվում։ Որ օղակի կողմից էր կատարվում այդ սադրանքը։ Դրա փաստաթուղթը չունեմ, բայց իմ կարծիքով դա անում էր այնտեղ մի իրավիճակ էր ստեղծվել Ալավերդիում, երբ այդ ամբողջ ռեգիոնում առաջնեկային դիրքը ուներ գործարանը իր տնօրենի հետ միասին Սարգսյան Նորիկի հետ միասին ու գործարանի դեմ ակցիաների կազմակերպիչները կուսակցական շրջանակներից էին Թումանյանի Թումանյանի շրջանի կուսակցական շրջանակներից այսինքն ՀՀՇ-ի թե կոմունիստական գիտեք ինչ կա այդտեղ ՀՀՇ-ն ինչ բան է ՀՀՇ-ի մեջ կային ՀՀՇ-ն մի շարժում էր որտեղ մարդիկ էին հավաքվում համախոհ ըստ էության կուսակցություն էր ինքը իսկ այն ինչ որ ես եմ ասում դա վարչական մարմնի կողմից էր կարծես թե բայց ելի եմ ասում իմ մոտ է այն տպավորությունը որ դա Թումանյանի
շրջանային կուսակցական օրգանի կողմից էր։ Իսկ կներեք, որ այս հարցի շուրջ այդպես խորանում եմ էլի։ Չէ, ճիշտ եք ասում, բայց ես կուզենայի, որ մենք սա ոչ թե այնքան այսօր այդ հարցերին պատասխանենք։ Ես կարող եմ փաստերը դնենք սեղանին եւ փորձենք հետադարձ հայացքը ավելի խորացնենք։ Դե նայեք, իրավական տեսանկյունից փաստացի դա ահաբեկչություն է, ամբողջ քաղաքի նկատմամբ։ Հիմա փորձել էին ահաբեկչություն։ Հա, ահաբեկչության փորձ է։ Ահաբեկչության միջոցով այսպեսի բան։ Գիտեք, այսպեսի բան էր տիրում։ Օրինակ նայեք, ինչու եք փագում, լավ, ի՞նչն է։ Նրանք, ովքեր որ ցկտում էին իշխանության, այն ժամանակ Ղարաբաղյան խնդիրներ չէ, դժվար ասպարեզում։ Ինչու ես առաջարկեցի, որ սա կապվի։ Ղարաբաղյան խնդիրը այսպես էին պատկերացնում, որ մենք եթե սրենք տնտեսական հարավիճակը, իսկ դա սովետական միությունն է, դա մասն է սովետական։ Ում մտքից է։ Այդ որ թիվն էր։ 1987-ից է սկսվել։ Չէ, կոնկրետ Ալավերդու դեպքը։ Ալավերդու դեպքը սկիզբը դրվեց 88-ին, մոտավորապես 88-ին։ Բայց ինչն է, Ալավերդին շատ հետաքրքիր է, ինչով, որովհետև ստիպված էլի վերադառնանք մի քիչ ակունքներին։ Այդ որ ես ասացի, առաջի գերատեսչությունն էր սովետական միությունում ստեղծված։ Առաջի գործակարգավորման խորհրդակցանը, որ հավաքվեց, դա ուրեմն 86 թվականն է։ Այն ժամանակ Թարջումանյանն էր նշանակվել կոմիտեի նախագահ, ինքը հենց առաջի գործակարգավորման ժամանակ ասեց, ուրեմն այսպես, մենք պետական, բայց հանրապետական կոմիտե ենք, մեր կանոն սահմանադրության պետական լեզուն հայերենն է, առաջի խնդիրը։ Մենք անում ենք գործավարությունը հայերեն, դա առաջի խնդիրն էր։ Ուրեմն մենք հիմնեցինք, որ գործավարությունը այն ժամանակ գործավարությունը ամենուր է կարում է միայն ռուսերեն։ Հայերեն ենք անում։ Երկրորդ խնդիրը, ուրեմն եթե փող չունենանք, այս բնագավառը ֆինանսական միջոցներ չունենա, մենք ոչ մի արդյունք չենք ունենա, կդառնանք մի հատ ինչ-որ հասարակական կազմակերպության նման մի բան, որը պետք է տեսից դենից ինչ-որ բան փորձի ճարել ռեսուրսներ ֆինանսական։ Մենք պետք է նաև ունենանք փող։ Ուրեմն մի շաբաթ ժամանակ բերեք առաջարկություն, որ պետք է ստեղծենք բնապահպանական հիմնադրամ։ Իմիջիայլոց առաջի բնապահպանական հիմնադրամն էլ Հայաստանում է ստեղծվել այն ժամանակ 86 թվականին, մեկ ամսվա ընթացքում, դա զարմանալի բան է։ Բայց երրորդ խնդիրը, ասես բոլորը դուք այնտեղ 4 բաժին են մթնոլորտ, ջուր, հող, կենթանական բուսական աշխարհ, այդ 4 ոլորտները յուրաքանչյուրը դա ասես վերցրեք երկուական խնդիր, նոր ենք սկսում գործունեության, չգիտենք ուր ենք տանելու։ Պրոբլեմային երկու խնդիր վերցրեք ամեն մեկը։ Մթնոլորտի մասով ես վերցրեցի Ալավերդի խնդիրը եւ Երևանի աղտոտվածությունը մթնոլորտի հետ կապված։ Այդտեղից սկսվեց։ Եվ ինչն էր հետաքրքիր։ Ընդհանուր 86-87 թվականի ընթացքում մեզ հաջողվեց իմիջիայլոց դա մի քիչ զարմանալի։ Այն ժամանակ ես չէի զարմանում, որովհետեւ շատ փորձ չունեի, ինձ թվում է այդպես է պետք է լինի, բայց այսօրվա օրով հետադարձ հայացքով ես զարմանում եմ, որ հաջողվեց համոզել կենտրոնական միութենական ձեռնարկություն է, հաջողվեց մի քանի գործընթաց տանել, որ մենք կարող ենք ունենալ, այսպես էր, որոշում կայացվեց էկոլոգիական իրավիճակը Ալավերդում բարելավելու համար, քանի որ կիրճում է գտնվում եւ այլն, բերել տեխնոլոգիան փոխել, այսպես ասած, ուրեմն Վանյուկովի մեթոդ կա, երբ որ կոնտակտը հանքաքարի ավելի շուտ կոնցենտրատի հետ ոչ թե մթնոլորտի օդով է ապահովում այդ քիմիական ռեակցիան, այդ բնձի վերականգնումը, այլ մաքուր թթվածնով։ Այդ դեպքում ուրեմն են պոչերը, արտանետման պոչերը շատ քիչ են լինում, այսինքն ինքը կարելի է զգալիորեն նվազեցնել աղտոտվածությունը եւ դրանով հարցը լուծել։ Մենք հարց բարձրացրել ենք, բայց ինչու է պետք
փաստորեն դա նշանակում է նոր գործարան կառուցել, ճիշտ է։ Հա։ Եթե նոր գործարանը, ինչու ենք մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից բերում հասցնում Ալավերդի։ Բերում այնտեղ ուրեմն խտանյութն ենք պատրաստում, թողնելով զիբիլը, այսպես ասած, այնտեղ կիրճերում։ Եվ այդքան ճանապարհ Նախճիվանոյով ճանապարհով երկաթգծով բերում հասցնում Ալավերդի, որ այստեղ այդ այսպես կոչված սև պղինձը արտադրեն, հետո դրանից ռաֆինատ եւ ընդհանրապես պղնձի արտադրությունը։ Ավելի ճիշտ չի, մի քանի որ նոր գործարան է, եկեք այդ գործարանը Քաջարանում կառուցվի։ Քաջարանում կամ այնտեղ մոտ։ Հատկապես դրանով է Զանգեզուրի Սյունիքը կզարգանա, աշխատատեղեր եւ այլն, եւ արդեն պատրաստի սև պղինձը բերել Ալավերդի եւ Ալավերդիում արդեն մաքուր արտադրություն է, որտեղ կիրճում է գտնվում։ Ինչ էլ անենք, նույնիսկ մենք ապացուցեցինք, որ եթե նույնիսկ ասենք SO2-ի արտանետումները մենք կնվազեցնենք շատ, նույնիսկ նորմի կարելի է հասցնել, բայց այնտեղ ուրիշ նյութերի արտանետումներ կան, ծանր մետաղների արտանետում եւ այլն, դա միևնույն է, եկեք ավելի լավ է այնտեղ անենք։ Բացի դրանից, արդեն հայ խոշորագույն գիտնական Հովհաննես Դավթյանին դժբախտաբար Հայաստանում այդքան ճանաչված չի, բայց նույնիսկ հանճարեղ գիտնական, նա կարողացել էր Ալավերդիում ուրեմն այնպիսի սարք դնել, որ նույնիսկ այդ պոչային արտանետումները վերանում էին։ Աստորեն, այսինքն այդ խնդիրը տեխնոլոգիական խնդիր, այսօր էլի միջալոց է ամեն օր դա եմ ասում, տեխնոլոգիական խնդիր չկա։ Տեխնոլոգիաները աշխարհում զարգացած են ու իմիջալոցային տեխնոլոգիան, որ Դավթյանի ուրեմն սարքը տրվեց ծծմփական թթվի արտադրության պոչերը մաքրելու համար, պոչեր ասելով մնացորդային գազերը, ընդամենը այնտեղ ուրեմն 88% որսվում էր, 12% մթնոլորտ էր գնում։ Այդ 12%-ի 98%-ը որսվում էր այդ սխեմայով։ Այդ սխեման հիմա աշխարհում օգտագործում են իմիջալոց, ֆիններն են օգտագործում, իսկ մեր մոտ դա փորձարկվեց, դրվեց, եւ դա զուգադիպվեց այ մեր այդ առաջարկին, որ կարելի է Քաջարանում անել, որոշվեց, որ եկեք, հա, դա վատ տարբերակ չի։ Իսկ դա թանկ տեխնոլոգիա է, թե ինչպես թանկ տեխնոլոգիա է, թե չէ, այսպես ասենք, թանկ ու երջանը պետք է այսպես որոշել։ Շուկայական պղնձի գին կա։ Այդ տեխնոլոգիան կիրառելով ինչի ենք մենք հասնում։ Այդ ռենտաբիլնեսի խնդիր կա, էլի, այդ ռենտաբիլ, ինքը ռենտաբիլն է։ Իսկ ինչ վերաբերում է այդ կոնկրետ մաքրման սարքավորմանը, ինքը ոչ միայն ինքը նաև ապրանքային ակումուլյատորային ծծմփական թթու էր ստացում մաքուր այդ տեխնոլոգիայով։ Ինքը նաև ապրանք էր այդ 12%, իսկ որովհետեւ թվերը դուք պատկերացնեք, ասենք 10,000 10-ից 20,000 տոննա SO2-ի արտանետում է այդ տեխնոլոգիան։ Ինքը այդ թվերը շատերին, երբ որ այդ հազարներն ասում ես, չեն պատկերացնում։ Բայց ես եղավ դեպք, երբ որ օրինակ Հրազդանի ցեմենտի այդ ներողություն Հրազդանի ջեկի, նո փշեկի պետական շրջանային էլեկտրական այդպես էր կոչվում, նա հսկայական քանակությամբ մազութ էր օգտագործում էլեկտրականություն արտադրելու համար։ Երբ որ դու տեսնում ես այդ մազութը ծծումբ է պարունակում, այդ ծծումբը վերածում SO2-ի, ծծմբի երկօքսիդի։ Եթե ծծմբի երկօքսիդն էլ մթնոլորտում բանը վերածում ծծմբական թթվի, թթվային անձրևներ այդտեղից են գալիս։ Երբ որ մենք այդ հիմնադրամի համար հայտ ենք ներկայացրել, համաշխարհային ավեշտ կենտրոնից ուրեմն նույնիսկ արբիտրաժային խնդիր առաջացավ, որ շատ մեծ գումար եք դուք պահանջում, այդ ինչ է, երբ որ դու բացատրում ես, թե այդ արտանետումները Հրազդանում օրինակ մոտավորապես նույնքան էլ Ալավերդիում էր պղնձի արտադրության ժամանակ, մի քիչ պակաս,
օրեգան, երբ որ ասում ես, որ օրեգան մոտարպես 2-ից 8 բանում, հրազդանում 2-ը ալավերդիում, 2 վագոն օրեգան ծծմպական թթու է թափվում երկնքից միջավայրի վրա։ Պատկերացնում եք, դա արդեն պատկերացնում են մարդիկ։ 2 վագոն նշանակում է 120 տոննա ծծմպական թթու։ Պատկերացնում եք, այդ ինչ թվեր են։ Դա շատ մեծ թվեր են։ Ինչու եմ այդ ակնարկում։ Իրականում իրավիճակը այդպեսին էր։ Եվ բայց այդ իրավիճակը կարելի է շտկել, ավելին շտկելով առաջ գնալ։ Իմիջիայլոց ալավերդու գործարանը սովետական միությունում լավագույն պղինցներ արտադրում լար պատրաստելու համար։ Լավագույն ինքը քանակով այդքան 5%-ը չէր գերազանցում ամբողջ արտադրության պղնձի, բայց ինքը լավագույն պղինցներ։ Հասկանում եք։ Իսկ այսօր հնարավոր է այդ թթվի ծծմբական թթվի արտադրությունը դնել ու Չէ, ինչու այնքան այսօր նույնիսկ ծծմբական եթե դրա կարիքը կա, այսօր կարևորը ավելի ոչ թե կոնկրետ այդ գործարանի մասին խոսելն է կարևոր։ Կարևորը խոսել թե մենք այսօր տնտեսությունը ոնց ենք կազմակերպել։ Այսօր մենք հսկայական քանակությամբ, գիտեք, 10 միլիոն խորանարդ մետր հանքակար է հանվում Զանգեզուրից։ Տեսեք, միլիոններ եմ ասում։ Այդ հանքակարից դուրս է բերվում են փոքր քանակությամբ խդանյութը, մեծ մասը չէ, որ գնում են ծորերն են լցնում այդ պոչամբարներ կոչվածները։ Եվ այդ ամբողջը գնում է դուրս, վաճառվում է խտանյութը։ Այն դեպքում, երբ որ կարելի է ոչ միայն պղինձ արտադրել, այդ պղնձի վրա կարելի է էլեկտրոտեխնիկա։ Ամբողջ Հայաստանի էլեկտրոտեխնիկական արդյունաբերությունը աշխատում էր օգտվելով այդ վերջի վերջո այդ պղնձից էր օգտվում։ Վերջի վերջո ինչու, որովհետև դա մի մասը գնում էր մեկ ուրիշ տեղ, հետո վերադառնում էր, թե ընդհանուր մի համակարգ էր սովետական միությունում։ Այդ համակարգը միանգամայն կարելի էր ձևավորել Հայաստանում, հասցնել այն վիճակը, որ մենք այսօր ընդամենը ընդերք վաճառող չլինեինք։ Մենք ասելով ես նկատում եմ պետությունը։ Դա էլ է խնդիր։ Երբ որ հարց է գնում, թե իսկ ինչն է պատճառը, իսկ ինչպես կարելի է շտկել։ Տեխնոլոգիական խնդիր չկա, չարժի, այ դուք տեխնոլոգիայից եք։ Ես ասեմ, օրինակ հենց օրինակ նայրիտի դեպքում, չէ, այն ժամանակ աղտոտվածությունը բացի քլորոպրենից, որի մասին խոսեցինք, այնտեղ տարբեր օրգանական նյութերը ջուրն էին կեղտոտում, հատուկ կոլեկտոր պատրաստվեց, որ գետը չլցվի ու տանում լցնում են այնտեղ մի քիչ ավելի հեռ սահմանի մոտ։ Այսօր կա տեխնոլոգիա, որ գազային ֆազայում կարելի է քլորոպրենը ստանալ։ Դա նշանակում է, որ էկոլոգիական տեսակետից խնդիրը 90%-ով լուծվում է։ Բայց այսօր ինչ են ուզում անեն։ Այսօր նայրիտի խնդիր կա, այսօր մեր խոսակցության մեջ էլ կուզենք դրան անդրել, չգիտեմ արդեն ժամանակ կմնա թե չէ։ Այսօր նայրիտի մնացորդներ կան։ Այդ մնացորդներից կարելի է օգտահանել, այսինքն նույնիսկ ոչ թե վնասազերծել, որ ասենք այրել վերջանագնա, բայց չի վերջանում, այրելուց չի վերջանում, որտեղ օրինակ լակեցինոլը, եթե այնտեղ 1200 տոննա լակեցինոլ կա, համարվում է վնասակար նյութ։ Խոսքը գնում է վնասազերծել այրմամբ, բայց վնասազերծել այրմամբ նշանակում է լավագույն դեպքում այդ ածխած ջրածինը վերածել ածխաթթու գազի եւ տալ մթնոլորտ։ 1200 տոննա լակեցինոլից 4000 տոննա CO2 է արտանետվելու մթնոլորտ։ Իմիջիայլոց դա այդ ճիշտ է 4000 ասում, դա մեծ թիվ չի, բայց ինչու մթնոլորտ տալ այն դեպքում, երբ որ կարելի է այդ լակեցինոլ եւ այդ տեխնոլոգիան կա Հայաստանում։ Էկոատոմ ընկերությունը որ դրանից ստանալ գրաֆիտ, ամորֆ գրաֆիտ սկզբից
բայց հետո նաև նույն ձեռնարկությունը կարող է նանոգրաֆիտ եւ գրաֆեն արտադրել։ Գրաֆենը երևի դուք որպես այդ բնակ գիտեք գրաֆենը ինչպեսի մեծ արժեք ունի։ Այդ տեխնոլոգիան կա, որ կարելի է անել։ Ասածս այն է, որ այդ ամեն ինչը ճիշտ սխեմայի մեջ եթե դրված լինի, իսկ ճիշտ սխեման այն է, որ պետք է իրական շահառուն, իրական արդյունքի նկատմամբ շահառուն պետք է ասպարեզում լինի։ Դա է խնդիրը։ Իսկ ով է շահառուն։ Շահառուն մարդիկ են բնակչությունն է։ Պետությունը շահառու չի։ Պետություն ասելով ես կառավարչական մարմին էի նկատի ունեմ։ Նրանք նույնիսկ մեր սահմանադրությամբ գոնե բնապահպանական մասը մեր սահմանադրությամբ 12-րդ հոդվածն այնտեղ ոնց է սահմանված պետությունը պետք է խթանի շրջագա միջավայրի պահպանությունը ճիշտ է շրջագա միջավայրն էլ դեն բառը չի պետք է բնությունը պահպանել շրջագա միջավայրը պահպանելու առարկա չի ըստ էության բնությունը պահպանել նա պետք է խթանի իսկ պահպանողով պետք է լինեն մարդիկ որոնք այդ միջավայրում ապրում են շահառուն մարդիկ են որ այդ միջավայրում ապրում բայց այդ շահառուն այսօր զրկված է այդ միջավայրի նկատմամբ լծակներ ունենալուց պահպանության լծակներ ունենալուց եւ օգտագործման եւ պահպանության եթե մենք ընդունում ենք որ մարդն էլ ինչպես որ ամբողջ էկոհամակարգի ինքը բաղադրիչն է ինքը այդ բաղադրիչում պետք է եւ օգտվի եւ պետք է այդ բաղադրիչին մասնագից լինի էկոհամակարգը պահպանելը հիմա մարդիկ օգտագործում են միջավայրը իհարկե բայց պահպանության լծակ ունեն ես նկատի ունեմ տնտեսական գործունեության ընթացքում լծակը չէ լծակը մարդիկ չունեն իմ կարծիքով շանգլուխ այդտեղ է թաղված պետք է շահառուին վերադարձնել որ ինքը պատասխան այսօր ինքը պատասխան տեսեք մարդիկ ինչ են ասում ինչը որ լավ չի ասում են դա պետությունը պետք է անի կառավարությունը պետք է անի կառավարությունը չի ասում որ չէ դու ես չպետք է անեմ դուք պետք է անեք ասում է հա ես կանեմ բայց այդքան կարող եմ անել բայց այդպես պետք է չլինի ինքը պետք է խթանի որ նաև մարդիկ իրենց գործիքներով դա կարողանան հա դե բացի գործիքները այդտեղ նաև կրթական միջավայրի խնդիր է մարդիկ պետք է հասկանան դա հիմա եկեք դետել տեսնենք դու կարևոր հարց եք բարձրացնում հիմա տեսեք մենք քիմիական բանից ենք խոսում արդյունաբերությունից եւ այլն այն ժամանակ երբ որ գործարան կար քիմիական կրթությունը շատ ակտուալ էր չէ ու օրինակ ոչ միայն քիմիայի բնագավառ ես երբ որ ընդունվում էի համալսարան այնպեսի մրցակցություն կար ընդունելության որ ես խնդրեմ ունեի երկու հատ 5 էի ստացել մի հատ 4 արդեն չէի անցնում ֆիզիկայի ֆակուլտետում դժվարությամբ անցա ես այդ ընդունելության քննությանը դե այնտեղ նաև մի քիչ բան էր դժվար որ ֆիզիկայի ֆակուլտետում ավելի շուտ էին մի ամիս քննություններն իրականացում մի կոնկուրս բայց միշտ եղել է այդ մրցակցությունը ընդունելության այսօր հիմա չկա ոչ միայն չկա դիմում չկա իսկ ինչու դիմեն պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիական բաժին եթե հետո ինքը պետք է կամ դուրս գնա աշխատի եթե լավ մասնագետ է իսկ այստեղ չկա Այն դեպքում որ հիմա քիմիական տեխնոլոգիաները այնպես են զարգացում լրիվ փակ ցիկլով կարելի է այդ գործով զբաղվել Լավ, պարոն Գաբրելյան, ես առաջարկում եմ մի քանի հարցերի էլ տենց հարց ու պատասխանի ձևաչափով անդրադառնանք, եթե մոտավորապես ավարտեցիք։ Հա, մի քիչ երևի խառը ստացվեց, հա, ոչինչ։ Ամբողջական դիտելու դեպքում կապերը կգտնեն։ Ես սենց մի հարցից սկսեմ։ Այս ամբողջ տնտեսական համակարգի փլուզումը, որը սովետական միության փլուզման զուգահեռ փլուզվեց, դուք դա դիտավորություն եք տեսնում դրա մեջ տնտեսական համակարգի փլուզման գործընթացում, թե ինքնաբերաբար փլուզվեց տենց։ Ասեմ, այն համակարգը, որ դրված է կառավարչական համակարգը ձևավորելուն, այս կամ այն պետական մագարտակով, դա չի նպաստում նրան, որ ռացիոնալ ընթացակարգով գործը գնա։
մեծ հաշվով դա է պատճառը։ Օրինակ մասնագետները մի քանի օրինակ վերցնեմ։ Նախարարը նշանակում է որպես մասնագետ, ինքը բոլորովին պետք չէ որ մասնագետ լինի։ Եվ օրենքով չի սահմանված։ Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է։ Կուսակցությունը նշանակում է որևէ մեկին նախարար։ Եթե որոշում է ազգային ժողովը, ազգային ժողովն էլ ախր նույնիսկ այդ սահմանումները ճշգրտելու իմաստուն։ Ինքը ազգային չի, այդ ժողովը ազգային չի, ինքը միջկուսակցական ժողով է։ Եթե այդ միջկուսակցական ժողովում որոշում է, որ օրինակ բնապահպանության նախարարը պետք է լինի դաշնակցությունից, եղել է այդպիսի դեպք։ Դաշնակցությունն էլ իր միջավայրից ընտրում է մեկին, որ ասում է, հա, սա կլինի ձեր մեր նախարարը։ Այդ նախարարը բացարձակ ես դաշնակցությունը օրինակի համար եմ բերում։ Մեր վարագույն նախարարը չի եղել, երբ որ դաշնակցությունն է եղել, Արծվիկ Մինասյանի մասին է խոսքը։ Ավելին դեռ շատ հետաքրքիր մի քանի նախաձեռնություններ հաջողվեց առաջ տանել, դժբախտաբար հետո կանգ առավ։ Հիմա այդ պատկերացրեք այդ պայմաններով իսկ նախարարությունն ինչ է, միանձնակ կառավարման մարմին է, ինքը կոլեգիալ կառավարման մարմին չի։ Նա է որոշում այն միջավայրը, որտեղ պետք է ձևավորվի իր քաղաքականությունը։ Ինքը ինչ սկզբունքով պիտի ձևավորի։ Եթե ինքը այդ ամենի հետ մեկտեղ ինքը չի ստացել Շահառուի պատվերը, Շահառուն բնակչությունն է։ Շահառուն պատվերը տալիս է տեսականորեն ազգային ժողովում ընտրությունների ժամանակ։ Էլ եմ կրում, այդ ընտրությունները ինչ ընթացակարգով են ընթանում։ Պատահական է, որ խառանդրական համակարգից մեծամասնական բաղադրիչը հանվեցին։ Այնտեղ գոնե չէի ասի, թե մի կատարյալ համակարգ էր, բայց այդպես պետք է լինի։ Այն դեպքում, երբ որ հայկական այսպես ասած փորձը ինքնակառավարման փորձը բավականին հետաքրքիր էր աշխարհաժողովի մասին է։ Աշխարհաժողովը ո՞նց էր ձևավորվում, հիշում եք դուք երևի։ Աշխարհաժողովը սոցիալական խմբերը, այսօրվա լեզվով ասած համքարությունները հավաքվում են, յուրաքանչյուր համքարություն իր շահն ունի, համքարության ներսում էլ համքարության ներքում մրցակցություն չկա։ Շուկա չի, ինքը համքարության շուրջ են։ Ինքը մեջն է։ Հետո ստիպված, քանի որ իր ուժից ուզի այդ տնտեսական համակարգում պետք է իրար հետ շփվեն, հավաքվում են համքարությունները, ստեղծում են այսպես կոչված աշխարհաժողով։ Ու պատահական չի նաև անվանումն է աշխարհաժողով, ինքը ազգային ժողով չի, աշխարհաժողով։ Ես այդ իմաստով կվերադառնայի ձեր մոտ Հրաչիկ Արզումանյանի հետ հարցազրույցին, երբ որ ինքը առաջարկում քաղաքակրթական պետություն պետք է լինի։ Քաղաքակրթական պետություն ստեղծելու դեպքում շանս կա, չի ասի 100%, բայց կարելի է դրան գնալ։ Քաղաքակրթական պետության մեջ, եթե դու նաև ինքնակառավարման, կառավարչական համակարգը այդ սկզբունքով ես դնում, որս է մրցակցային։ Այսօր ազգային ժողովը մրցակցություն է կուսակցությունների միջև։ Ինչի՞ պիտի մրցակցություն լինի։ Իրանք չէ որ ինքը ըստ էության այն ժողովն է, որտեղ պետք է իրար հետ համագործակցություն այլ գտնեն լուծումներ։ Դուք ունեք մի հատ տպավորություն, որ այնտեղ է ինչն է պատճառը։ Ինքը հենց համակարգի մեջ է պատճառը։ Այդ համակարգի այսինքն լուծումները ավելի շատ համակարգի մեխանիզմների մեջ են։ Ոչ թե տեխնոլոգիաների։ Ես ասեմ համակարգի մեջ է։ Ինչ համակարգ է ձևավորում այս կամ այն համայնքը, ժողովուրդը, չեմ ասում ազգը, որտեղ ազգային պետությունները այդ որն է այդ ազգայինը, Հայաստանի պետությունը, եզդիները, ինչ է, ազգային ասելով ինչ, ազգն էլ ախր տարբեր մեկնություններ ունի, ինչ ենք հասկանում, էթնոս, ժողովուրդ, թե գերդաստան, այդ ամեն ինչը ազգ ենք կոչում ու ամեն մեկը ընդհանուր միջև հիմա ազգային պետություններ հիմնադրման այդ կոնցեպտի մեջ ազգը ընկալվում է որպես պետության հիմնադիր, այսինքն ինքը կարա տարբեր էթնոսներից ձևավորված ազգ լինի, որը պետություն է հիմնադրում։
Այդպիսի ընկալում էլ կա։ Ազգային պետություն թե բազմազգ պետություն։ Տեսեք, նույնիսկ այդ բառերի օգտագործումը մարդկանց մոտ ինչ որ պատկերացումներ են ձևավորում, չէ՞։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Ես գալիս եմ այն գաղափարից ու այդ գաղափարը մեր էթնոսին, այսպես ասեմ, շատ բնորոշ է։ Այն փաստը, որ մեր էթնոսը ցանկացած երկրում հեշտությամբ ինտեգրվում է համեմատաբար հեշտությամբ, դա նշանակում է, թե քաղաքակրթական երևույթ ունի։ Մեր էթնոսը հարմարվում է այն չափով, ինչ չափով, որ իր քաղաքակրթությանը համապատասխանում է, այդ չափով ինքը հարմարվում է, բայց մնում է սփյուռք, միևնույն է։ Ու խելք ու միտքը հայրենիքն է։ Հայրենիքն է ոչ թե պետությունն է, այլ հայրենիքը այն միջավայրն է, որտեղ ինքը իրեն զգում է այդ միջավայրի անդամ, որտեղ ձևավորվել է։ Համակարգային ահագին հարց շանս ունենք, գիտեք, ես շատ դրա համար եմ շատ եմ ափսոսում, որ այս խոսակցությունները տարբեր միջավայրերում միջավայրից բավական ընկալվում է, երբ որ խոսքը գնում է այդ ամենը, բայց մի տեսակ ձևը չի գտնվում, ինչպես անել, որ դրան գնալ։ Հա, բավականին բարդ խնդիր է։ Ես ահագին հարցեր էի գրել, չնայած այդ հարցերի ընթացս անդրադարձանք, մի հատ հարցի կուզեի անդրադառնանք, որի մեջով նաև մենք ենք անցել որպես բնապահպանական շարժման մասնակիցներ, դա խոսքը Ամուլսարի մասին է, որը հիմա շարժվում է, որ նորից սկսում է գործարկվել։ Ամուլսարի մասին եթե տեղյակ եք, եթե պատկերացնում եք, ինչ կարծիք ունեք որպես մասնագետ, ինչ ծրագիր է եւ ինչ հետևանքներ կարող ունենա։ Ես այստեղ թե օգուտներ, թե վնասներ։ Ես ընդհանրապես ավելի շատ որպես մասնագետ այնտեղ դարձ ինչ ենք համարում մասնագետն էլ գիտեք Նիլս Բորը շատ հետաքրքիր սահմանում ունի ինչ բան է մասնագետը դա մի անձ է, որը շատ նեղ մի ոլորտում կարող է խուսափել կոպիտ սխալներից։ Դա է մասնագետը։ Ինքը շատ լավ ձևակերպում է։ Ինչ համարել մասնագետ։ Ես ավելի շատ որպես մասնագետ ասեմ, ընդերկօգտագործումը, եթե խոսքը վերաբերում է այն հանգամանքներին, որ ասպարեզում է, ասում են, որ տրենաժային ջրերը աղտոտում են, ջուրը կաղտոտեն, կամ ասենք ընդերքի հանքային ջրերի ինչ-որ բան։ Ենթադրենք այդ ամեն ինչը ճիշտ է։ Այդ ամեն ինչը, եթե մասնագիտորեն մոտենում ենք այդ խնդրին, մասնագիտորեն նաև կառավարչական խնդիր, ամեն ինչ էլ կարելի է անել նորմի մեջ մնալով։ Այն նորմը, որ մարդիկ որոշում են։ Կարծես թե մասնագիտությունը դա է։ Բայց իրականում հələ մի հատ հարցնենք, այդ Ամուլսարից հանած բարիքը ումն է, ընդհանրապես Ամուլսարը ումն է, ես այդտեղից եմ ուզում գալ։ Շատ կարևոր հարց է։ Արդյոք ծածկում է այդ վնասները, փոխհատուցումը։ Հիմա ումն է դա։ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը երբ որ քննարկվում էր, այդ ամեն ինչը ըստ նրա պրեամբուլի, նախաբանի, հռչակագրի ժողովրդի սեփականությունն է։ Ինչ է նշանակում, եթե ընդունելուց առաջ մի շաբաթ առաջ մտցրեցին, ոչ ոք դա չնկատեց։ Մտցրեցին, որ ընդերքի եւ ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են։ Մեկը հարցն է պետությունը որպես կառավարչական մարմին պետք է ունենա սեփականություն։ Նախ ինչի մտցրեցիք, չէ՞ որ ինքը բնականորեն էլ եթե սեփականության խնդիր ենք, իսկ դա ինչա իրավա տնտեսական կատեգորիա է, չէ՞, սեփականություն։ Իրավա տնտեսական, ասում են շատ ժամանակ տնտեսական կատեգորիա, բայց ես կասեմ իրավական։ Նաև իրավունքից է բխում, որ մարդն է դրա բաղադրիչը, միջավայրի այդ ընդրկներ իր հարաբերություններ ձևավորելու իր սեփականությունը պետք է լինի, որ ինքը ձևավորի։ Եթե մենք սեփականությունը այս դեպքում դիտարկում ենք որպես տնտեսական կատեգորիա։ Դա ժողովրդի սեփականություն, ինչ ուզում է գրեն։ Էլ չեմ ասում, որ հենց սահմանադրության մեջ գրելով դա արդեն
կոնֆլիկտ է առաջացել բանի հետ, նախաբանի հետ։ Եթե նախաբանը ասում է, որ հիմնադիր ակտը սահմանադրության հռչակագիրն է, այս ոնց է սահմանադրությունում գրում այդպես։ Իմիջիալոց երևի հիմա դրա համար էլ ուզում են փոխեն այդ։ Դրա համար չեն ուզում փոխեն։ Ես շատ վախենում եմ, որ փոխեն, որովհետև այնտեղ գոնե նորմալ բաներ էլ կան, շատ։ Օրինակ 12-րդ հոդվածը բնապահպանություն, որ ես գտնում եմ, որ շատ ճիշտ է, մի քիչ էլ մասնագիծ եմ եղել, երբ որ նախարարություն բերել էին այդ նախագիծը, մենք ասացինք, որ բնապահպանական մասը այսպես պետք է լինի, ինչ որ չափով ինձ կիսով չափ լսեցին, էլ այսպես ասած։ Ու այդպես ձևակերպեցին, որը ես գտնում եմ, որ ինքը շատ լավ հիմք է տալիս մտածելու, որ ամեն ինչի տերը եւ պատասխանատու տերը ինչ է։ Եթե ես մեքենայի տերն եմ, ես պատասխանատու եմ, որ իմ մեքենան չգողանան, տանեն մարդ չգցեն տակը սպանեն, ճիշտ է։ Եվ ինքը սարքին լինի։ Ամեն ինչին ես պատասխանատու եմ, կրելով իրավունքը։ Իրավունքն ու պատասխանատվությունը միասին են։ Իրանք թեև հագադիր են թվում, բայց իրանք այդ հագադրությունը միասնության մեջ են։ Փոխլրացնող են, հա։ Իրանք միասնության մեջ են։ Ու նույնիսկ այդ բանը որ կա հագադրությունների միասնության եւ պայքար, չէ՞։ Ես ինչի պետք է պայքարեն հագադրությունները։ Ինչը պետք է պայքարի մարդը հագադրությունները մեկը մյուսին լրացնում են ավելի շատ քան նույնիսկ Նյուտոնի երրորդ օրենքը գիտեք։ Ցանկացած ազդեցությունը հագազդեցություն կա։ Առանց հագազդեցության չի լինում։ Մեկը եթե նույնիսկ մի ինչ որ պահ հագազդեցություն չկա, մի ինչ որ հաջորդ պահին այդ հագազդեցությունը առաջանում է։ Այդպես է ձևավորված կայուն աշխարհը։ Հիմա գանք ձեր հարցին։ Այդ կոնտեքստով, եթե նայում ենք խնդրին, լուծումը ակնհայտ չի։ Ակնհայտ է, չէ։ Այսինքն պետք է նույնիսկ այսպես ասեմ, ընդհանրապես բնության օրենքները նրանք չեն գրվում ախր։ Բնության օրենքները արտացվում են։ Գիտնականները արտացում են այդ օրենքները։ Բայց չգիտես ինչու այսօր մեր քաղաքական գործիչները իրենց գրած թուղթը կոչում են օրենք։ Ինչու է նույն բառով գրվում։ Դա էլ որպեսզի մարդկանց մոտ ենթագիտակցության մեջ նշում, դա անխզելի է, անքննարկելի է, օրենք։ Ով ասեց, ձեր գրածն է։ Նույնը սահմանադրության մեջ, երբ որ այդ հարցը առաջացավ, ճիշտ է, սահմանադրական դատարան դիմելու մենք լիազորություն չունի ժողովուրդ, բայց դե մարդիկ շփվում են, մենք է շփվող ժողովուրդ ենք։ Հարց եմ տալիս սահմանադրության սահմանագետների մոտ, եթե հագասություն կա սահմանադրության ներսում, պրեամբուլայի ու այդ կետի միջև սեփականության հետ կապված, որն է ճիշտ։ Նույնիսկ մենք իրավական ակտերի մասին օրենք ունենք։ Իրավական ակտի ներսում, եթե ներսի հագասություն կա, չեմ ասում, էլ մյուս ակտի հետ լուծումները կան, որն է համարվում կիրառելի։ Կիրառելի է նա, որը ավելի ընդհանուրն է։ Ընդհանուր բովանդակություն է արտահայտում։ Դա նշանակում որ այդ կետը սահմանադրության այդ 10-րդ հոդվածի երկրորդ կետը, որտեղ սահմանվել է, որ ջրային ռեսուրսներն ու ընդերքը պետության բացառիկ սեփականություն։ Դա գործում է թե չի գործում։ Գիտեք ինչու եմ այդ հարցը տա։ Ամուլսարի հետ է կապված դա։ Երբ որ Ամուլսարի ինչու չի դնում ժողովուրդ հարցը։ Այս մեր ընդերքն է։ Մենք համաձայն ենք, որ մեր ընդերքը ինչ որ մասնավոր կամպանիա շահագործի եւ հարկերը տա ոչ թե սեփականատիրոջը ժողովուրդ, այլ պետությանն է, ռոյալտիի մասին է խոսքը։ Շանգլուղը այդտեղ է, հա, ընդերքն էլ է պետք օգտագործել, բայց ինչպես օգտագործել, որ ապագա սերունդներին էլ է պետք չէ թողնել։ Սահմանադրական նորմ է։ Մենք պետք է հաշվի առնենք ապագա սերունդների կարիքները։ Մենք պետք է ապագա սերունդին այդ ընդերքից թողնենք, չէ։ Այդպիսի նորմատիվ կա մեր ընդերք օգտագործման բնագավառում, չկա։ Այն դեպքում, երբ որ սովետական միությունում կար, գիտեք ոնց էր այնտեղ սահմանված, շատ հետաքրքիր սահմանում, չէի ասի, որ ինքը սպառիչ է, բայց ասում էր այսպես, եթե կա հաստատված պաշար, ընդերքի, հաստատված պաշար, եթե մեկը ուզում է այդ հաստատված պաշարից օգտվել ինչ-որ մաս,
ապա ինքը պարտավոր է իր միջոցներով երկրի ներսում ուսումնասիրություն անի, գտնի համարժեք քանակությամբ առնվազն համարժեք քանակությամբ պաշար հաստատել դա, որ իրան այն պաշարից մի քիչ թույլ տան օգտվի։ Ինչ է դա տալիս։ Դա տալիս է մի ապագայի նկատմամբ հետևյալը, դու հələ ուսումնասիր, եթե չունես, եթե ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոսկու հանք լրիվ արդեն օգտագործած էլ չկա, ուրեմն դու չես կարող այն ամուսարը շահագործես։ Իսկ այդտեղ կարող է արդեն կեղծիքների նաև դաշտ բացվի։ Ծով կեղծիքների դաշտը բացվում է այն ժամանակ, երբ որ շահագրգռված կողմերի փախում է տեղի ունենում, չէ՞։ Կոռուպցիա էլ կարող է լինի։ Այդ ամեն ինչը բնական երևույթ է։ Եթե քո համակարգդ կաղող է, ինքը ոչ տրամաբան, արդեն գնում են այն ծեր ասած չարաշահումները, որ կարող են։ Իսկ ամեն դեպքում նաև արժեքահենք։ Ես չեմ բան, օրինակ ամուսարի ինքը ուսումնասիրված էր, բայց պաշարը որպես այդպես են հաստատված չէր։ Ուսումնասիրություն շատ կա, բայց պաշարը հաստատում են նաև ինչ որպես հաստատումը նշանակում է, որ դա ինքը վերածում ռեսուրս, ռեսուրսներ, տեսեք, ինչից խոսում ենք, խնդիրից խնդիր է առաջանում։ Ռեսուրս ամբողջն է ռեսուրս, թե օգտագործելի մասը, ռեսուրսը որպես բան իր եզրույթը, եթե նայում ես ցանկացած բառարանի մեջ գրված է հետևյալ ու ճիշտ է գրված։ Դա այն բաղադրիչն է, ինքը կարող է նաև մտավոր ռեսուրս լինել, որը մարդու կողմից օգտագործելու ենթագա է օգտագործման։ Բայց հիմա մեր Սևանի ջուրը որպես ջուր, էլի, ամբողջ ռեսուրս է, թե այն մասն է, որը ասենք բնությունը քեզ թույլ է տվել, որ դու օգտագործես։ Իսկ ինչքան է թույլ տվել, դա էլ է կարելի հաշվել։ Այնքան է թույլ տվել, ինչքան որ մարդը դրա բաղադրիչն է, չէ՞։ Ինչու մենք այդպես չենք նորմավորում։ Եվ հարևանի հետ էլ խնդրեմ չունենանք ջրային ռեսուրսի մասով։ Մենք որոշենք հարևանի հետ, Հայաստանից է չէ հոսում բոլոր ջրերը։ Հայաստանը ներս հոսող ջուր ջրսից չունի։ Ինքը ունի գնացող ջուր։ Հիմա շատերն ասում են մենք պահենք ջուրը հարևաններին չտանք։ Մեզ պահենք այդ ջուրը։ Ինչի համար։ Դա հակաբնական է, ճիշտ է։ Իսկ ինչու չպայմանավորվել եկեք միասնական էկոհամակարգը պահենք ջրային էկոհամակարգը ու պայմանավորվենք դուք ինչքան օգտագործեք, մենք ինչքան։ Բաքվում COP29-ը որ տեղի ունեցավ, միջ այդտեղ տարբեր նախաձեռնություն կային, մենք ունենք կոնտակտներ տարբեր հարթակներում, ինձ հարց էին տալիս ոնց եք պատկերացնում։ Անընդհատ մեր հարևանները, ոչ միայն Ադրբեջանը, նաև մյուսները բացի Թուրքիայից իհարկե, չնայած Թուրքիան էլ է պայմաններ տնում աղտոտվածության հետ կապված, որտեղ վերջին աշուկ գալիս լսում են միտեղ։ Հարց են առաջացնում, թե մենք ջրերը կեղտոտում ենք։ Ճիշտ են հարցը դնում, բայց ինչու մենք չենք ասում, որ դուք էլ եք կեղտոտում։ Չենք ասում, որովհետև դիտարկում ենք էկոհամակարգը որպես ռեսուրս, այսինքն Ադրբեջանում կեղտոտվող ջուրը մենք համարում ենք մեր գործը չի։ Բայց ոչ մեր գործը չի, եթե այնտեղ է ձուկը աճում, չէ՞, գալիս բարձում մեր մոտ ձվադրում։ Եկեք այդ խնդիրը այդպես դիտարկենք։ Եթե այդպես դիտարկենք, կոնֆլիկտ չի լինի։ Թուրքիայի Իրաքի պատերազմը, որ տեղի ունեցավ, ջրի վրա էր։ Տեղից է սկսվել։ Որտեղ Թուրքիան ջրերը պահում էր չտալու եւ այնտեղ կոնֆլիկտ առաջացավ եւ այլն։ Հիմա էլ այդ կոնֆլիկտը կա, գիտեք։ Ախուրյանի ջրամբարը չի լցվում, ինչու՞։ Մենք ստեղ ենք ջուրը պահում, նրանք էլ դեղ են ջուրը պահում։ Լավ, վերջի հարցը երևի թե տամ։ Այդ խոսեցինք դրա մասին, բայց երևի ինչ որ ամփոփիչ բան արժի ասել, բնապահպանություն, տնտեսություն, այդ հակասությունը շատ է շահարկվում։ Դուք էլ ասացիք, որ այդ հակասությունները պիտի փոխլրացնող լինեն։ Այս մասով լրացնող չէ, հենց ես ուրիշ բան ասեցի, հակառակը, ուրեմն լավ չեմ պատկերացրել։
բնությունը ի վերուս տրված արարչագործություն է, ճիշտ է։ Ոնց կարելի է բնության հետ խաղանել նրա հետ առնչություն ունենալու։ Այդ կայուն զարգացման գաղափարախոսությունն եք դուք ասում։ Կայուն զարգացման գաղափարախոսությունը հետևյալն է, որ բնական բնությունը, սոցիալական ոլորտը եւ տնտեսական ոլորտը պետք է փոխզիջումային լինեն, այսպես ասենք։ Իրանք մեկը մյուսին պետք է զիջի։ Ես ձևակերպման օրվանից ես դեմ եմ դրան։ Չի կարելի այդպես դիտարկել։ Ինչու՞, որովհետև բնությունը այլ եմ ասում, ինքը վերուստ է։ Նրանք պետք է հարմարվեն բնությանը։ Բնությունը այնքան առատ է իրականում, որ այնտեղ խնդիր չի առաջանում։ Ինքը պետք է բնությունից օգտվես, անկան ինչքան ինքը նախատեսել է մարդ արարածին պահելու։ Չէ, մարդ արարածն էլ նրա բաղադրիչն է։ Այլ բան, որ ասենք ինքը տեխնոլոգիաների բան շատ է շահագործում։ Մարդը կարողանում է այդ սահմանը գիտակցի, ինչքան է ինքը իր համար նախատեսված։ Ինքը կա այդ սահմանը։ Օրինակ դա շատ լավ երևում է, օրինակ վերցնում են բնակավար, ես շատ եմ զբաղվել, միջև մայր զբաղվում, կլիմայի փոփոխության խնդիրը, չէ։ Ինքը տեսեք ինչ է ստացվում։ Մարդիկ այնքան են արտանետում, որ կլիման փոխվում է, բնությունը չի դիմանում, բայց ինքը արձագանքում է։ Արձագանքում է կառալային այդ խութերը բարի են գնում, իսկ այնտեղ է ձևավորվում էկոհամակարգերը։ Անդառներն են վարվում, այրվում, անապատացում եւ այլն։ Արձագանքում է, ինքը ոչ չի մտածում արձագանք թե չէ, ինքը արձագանքում է շատ բնականորեն։ Հիմա հարց արժում, ինչու մարդկությունը չի կարող պայմանավորվել այնքան ներգործել, հիմա ասեմ ինչքան է այդ ներգործությունը։ Էկոհամակարգը այդ մարդու արտանետումների, մարդու գործունեության հետևանքով արտանետումները կլանում է։ Բայց թիվն ասեմ կտեսնեք։ Ես ասում եմ դա 15 թվականի ցուցանիշներ։ Դա ուսումնասիրվում է, գիտություն կա այդ բնագավառում ամեն տարի UNEP-ը եւ օդերթաբանական միջազգային կազմակերպությունը զեկույցներ են տվել, ցույց են տալիս այդ թիվը, որ այսօր ասենք 15 թվականին եղել է իմ բանով, այն ժամանակ մենք հենց այդ բանը մշակում էինք, օգտվում էինք այդ թվերից 11 միլիարդ տոննա էկոհամակարգերը CO2 կարող են կլանել պլանկտոնի միջոցով, աղբյանոսային եւ ցամաքային էկոհամակարգերով։ Եթե մարդկությունը այդ 11000-ը չգերազանցի, կլիման չի փոխվի։ Տակածումը չի շարունակվի։ Հələ չեմ ասում հետ գալներ, կարող մի քիչ որ պագաս արտանետես, ընդերքից քիչ վառելիք անես։ Վերականգնի։ Ավելի շատ օգտագործես ավելի քիչ էներգիա օգտագործես նախ, այդքան չշռայլես եւ հետո օգտվես էներգիայի տեսակներից, որոնք վերականգնվող են։ Արևային, ասենք թե այն չափով, ինչ չափով էլի բնություն է, այդ էլ ամենուրեք շարելն էլ չի լինի։ Չէ՞ որ հողի վրա է շարում։ Ուզում եմ ասեմ, բնությունը մասնագիտությունից ասեմ, մասնագիտորեն բնությունը այնքան առատ է, դե տեսեք, մի քառակուսի մետրի վրա հզորությունը արևային լույսի 1 կիլովատ է մթնոլորտից մինչև ծովի մագարտակեպրը հասնում, այնտեղ 2 կիլովատ է մթնոլորտից դուրս, մինչև հասնում է գետին 1 կիլովատ, դուք պատկերացնում եք, այդ ինչ հսկայական էներգիա է։ Ըստ էության ամեն ինչը, այս ջուրը, որ հոսում է, դա էներգիայի արդյունք է, չէ՞, գոլոշացել է, հետո ատեղումների ձևով եկել է։ Այսքան էներգիա ունենալով, այսքան ռեսուրս ունենալով, Հայաստանի ռեսուրսները մոտ 5-6 միլիարդ խորանարդ մետր են հոսող ջուրը։ Այդ ջուրը էկոհամակարգ է, այդ էկոհամակարգից եթե դու բայց անընդհատ Սևանից ջուր են ուզում ավելցուկ բասոն։ Ավելցուկ ասելով բնականից առանց այն է օրենքով սահմանված է, որ 3 անգամ շատ կարելի է վերցնել Սևանից ջուր, քան բնությունն է նախատեսել։ Հələ ամեն տարի էլ բողոքում են, որ երաշտ է գալիս, պետք է։ Այսինքն ինքը արձագանքում է, դու տեղային լուծումներ ես տալիս։ Ինչու՞։ Միանգամայն այդ ձեր հարցին ես Դե ամբողջ աշխարհի տնտեսությունը հիմնված է սպառման տրամաբանության վրա։ Եթե սպառումը պակասում է, տնտեսությունը սկսում է քանդվել։ Այդ հնարավոր է փոխվել։ Տնտեսությունը չի քանդվում, այդտեղ էլ հետաքրքիր խնդիր կա։ Ինչ ցուցանիշ է ամբողջ աշխարհում պատտվում ու տնտեսագետների, այսպես ասած, համար 1 ինդիկատորն է։
հնան, չէ, համախառն ներքին արդյունքը։ Ինչ բան է հնա, հələ մի հատ եկեք նայենք։ Այս ջուրը եթե մենք բան ենք անում, թեյնիկով երազնում ենք, չէ, թեյի համար, բանը թեյնիկ ենք օգտագործում, չէ։ Եթե ամեն տարի մենք թեյնիկը փոխենք, մոդան փոխվում է, թեյնիկն է փոխում ենք։ Ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում հետևյալը, մենք նույն ջուրը կունենանք, եռած ջուրը թեյի համար, բայց հնան աճել է։ Ամեն անգամ նոր թեյնիկ առնելով դա տնտեսության մեջ արդյունքում որպես ասֆալտ ենք փռում, ամեն տարի փոխում ենք։ Ամեն տարի փոխելուց այդ ասֆալտը հնան աճում է, չէ։ Հիմա պատկերացրեք այդ տարական փաստը, որ մենք բերում ենք։ Ոնց կարելի է այդ ցուցանիշը օգտագործել որպես զարգացման ցուցանիշ, մարդկության զարգացման ցուցանիշ։ Երբ որ ես երեխաներին դպրոցական, ոչ թե բարձր դասարանի, միջին դասարանի երեխաներին ասում եմ, այդ օրինակներն եմ մի քանի հատ բերում, թեյնիկի կամ բաներ։ Ասում են, չէ, այդտեղ զարգացում չկա։ Ներեք մեր հաջորդ հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասարյանն է լինելու։ Իրենից կհարցնենք։ Ես իրեն չէ, մենք կհարցնենք։ Դուք հարցրեք, այնց այդ հարցը տվեք։ Հնան, ճիշտ է, կա ինքը կասի, որ կա նաև սպառողական հնա, ասենք սպառման մագարտակով։ Ինքը ճիշտ կասի, բայց միևնույնն է դա էլ, եթե մի քիչ խորանում ես, տեսնում ես տարբերությունը մի քիչ հոգեբանական է ավելի շուտ տարբերությունը։ Հա, սպառող, եթե դու երկու հիմնական վեճ կա, չէ՞, տնտեսական համակարգներ՝ Քեյսյան մոդելը եւ մոնետարիստական մոդելը։ Մի դեպքում խրախուսում է արտադրանքը, մյուս կողմում խրախուսում է սպառումը։ Նա բնության համար եւ ընդհանրապես մարդկության եւ ապագայի համար ի՞նչ տարբերություն, ի՞նչն է խրախուսում։ Եթե դու խրախուսում ես սպառումը, ուրեմն պետք է շատ արտադրվի։ Դա ոնց որ իմ կարծիքով դա ուղղակի բան է, բառախաղ է։ Մեր տնտեսական համակարգը ստեղծված է հետևյալ սկզբունքով։ Մեր ասելով աշխարհի ես նկատի ունեմ միջազգային աղբից շատ խոսում եմ, որքան շուտ ռեսուրսը աղբ է դառնում, այնքան զարգացումը շատ է։ Այդպես չէ։ Նույնիսկ աղբը, եթե աղբամշակում ես անում որպես բիզնես, որքան շատ աղբ լինի, այնքան բիզնեսը ավելի հաջող է, չէ։ Անհեթեթ չի այս ամբողջը։ Բնության տեսանկյունից այո։ Չէ, իսկ եթե մենք հիմա գալիս ենք, ասում ենք բնության նկատի երևի ունեք, որ բնությունը առանձին կա, մենք էլ, այսինքն մեր շրջապատող միջավայրն է, մենք դրա հետ գործ չունենք։ Քանի մենք այդպես ենք մտածում։ Իմիջիայլոց բնապահպանության նախարարություններ չէ կոչվում, մեր նախարարությունը։ Այո, հիմա շրջակա միջավայր։ Առաջի օրը երբ որ ստեղծվում էր, միջազգային կառավարությունում այն ժամանակ դե բանը այդ բնակավարը, այսպես ասած, այդ առաջնորդը բանը Բագրատյանն էր, ինքը ընդհանրապես գտնում էր, որ պետք չի բնապահպանության նախարարությունում, պետք է մի հատ տեսչություն ունենալ ու դրանով ավարտվի։ Բայց հետո որոշեցին, որ չէ, նախարարություն պետք է լինի։ Եվ հաջողվեց այն ժամանակ անվանումը դեն, քանի որ շրջակա միջավայրի կոմիտեից էր գալիս, ասում են շրջակա միջավայրի նախարարություն։ Աշխարհում էլ բոլոր նախարարությունները կոչվում են շրջակա միջավայրի, նույնիսկ շրջակա բառն է չկա։ Այդ ռուսերենից են թարգմանել շրջակա սրեդայի հետ չխառնելու համար, այսպես ասած, միջավայրի նախարարություն, environmental minister։ Որոշել են սկզբից մտածում են այդպես անվանեն։ Հետո ճիշտն ասած պնդեցինք, որ չէ, բնության Կարինե Դանիելյանն էլ այն ժամանակ բանարեց, ընդունեց այդ բանը եւ դրվեց երկու բառով՝ բնության եւ շրջակա միջավայրի։ Ինքը շատ հետաքրքիր էր, այսինքն հա, շրջակա միջավայրը առանձնացվեց եւ բնությունը առանձին, բնության եւ դու շրջական դուրս եկավ, մնաց բնության բնապահպանության նախարարություն մինչև 17 թիվը յուրաքանչյուր նոր եկող նախարար գալիս էր եւ առաջարկում էր թե ամբողջ աշխարհում շրջակա միջավայրը ինչ ենք մենք բնության անունը դնում մի տեսակ ամենուրեք այդ հարցը նշում են ես միշտ բերում եի
կոնտրօրինակը կլիմայական կոնվենցիայի երկրորդ համաժողովին Ժնևում էր։ Այն ժամանակ Գերմանիայի բնապահպանության նախարարը այնտեղ մի քիչ ուրիշ եւ բնապահպանությունը եւ շրջագա միջավայր եւ միջուկային անվտանգության ընդհանուր այդպիսի նախարարություններ ինքը նախարարն էր Անժելա Մերկելը այնտեղ հանդիպում է եղել հանդիպման ժամանակ երբ ակնարկվեց որ միայն Հայաստանի նախարարությունն է կոչվում բանը ինքը ասաց որ միակ ճիշտ նախարարության անվանումը Հայաստանի նախարարությունը ինքը դե բնապահպան էր իր բանով մասնագիտությամբ էլ ֆիզիկոս ու ինքը ասում էր ինքը ճիշտ է Հայաստանը բանը շատ տպավորվել էր էլի այդ միջավայրում երբ որ ինքն ինչու եմ այդ օրինակը բերում պահպանության առարկան բնությունն է շրջակա միջավայրը չի իսկ բնության բաղադրիչն էլ մարդն է մարդը իրեն հենց շրջակա ասելով նկատի ունեն մենք մի կողմ մենք ուրիշ միջավայրը մի կողմ այդ ամեն ինչը նշանակի դա չէ որ հոգեբանությունն է ստեղծում հա մտածողություն շատ շնորհակալություն շատ հետաքրքիր հանդիպում էր